Գնալով շարավիղն ընդլայնող, ինքնատենչ թվացող թվային դարաշրջանը հիմնի վեր փոխում է մեր կյանքի ընթացքը։ Իր ներկայությունը զգացնել տալով մեր կյանքի գրեթե յուրաքանչյուր հատվածում։ Թվային դարաշրջանը փոխել է իրերի տրամաբանությունը, մեծացրել իրենցից ունեցած մարդկանց կախվածությունը։ Անթիվ անհամար նորօրյա տեխնիկական միջոցները, սմարթֆոններն ու պլանշետները համացանցը դարձրել են թե մեծերի, թե երեխաների առօրյայի անբաժանելի մասը։ Մասնագետները սակայն զգուշացնում են թվացյալ հարմարավետությունն ունի նաև իր հակառակ լուրջ վտանգներ պարունակող երեսը։ Առողջապահության ոլորտի մասնագետների գնահատմամբ երեխաների շրջանում հատկապես աճում է թվային սարքերից ունեցած կախվածության աստիճանը։ Իսկ ամենաանհանգստացնող հետևանքներից մեկը այսպես կոչված թվային դեմենցիան է։ Վիճակ, երբ չափից ավելի էկրանի օգտագործումը կարող է հանգեցնել ուշադրության նվազման, հիշողության թուլացման և ճանաչողական կարողությունների անկման։ Մասնագետները նշում են, որ ծնողներից շատերը հաճախ ուշ են նկատում խնդիրը, սակայն կան նաև հստակ ազդանշաններ, որոնք պետք է մտահոգեն յուրաքանչյուր ընտանիքի։ Այսօրվա քաղաքացի ես գտնում եմ, որ հեռախոսը եւս այն աղբյուրն է, որից կարող են գիտելիք ստանալ։ Կարծում եմ, որ կարող են օգտագործել, եթե դասարանը համալրված չի համակարգիչներով եւ այդ աշխատանքը կատարեն դպրոցում, ապա դրա փոխարինում է հեռախոսը, որը կարող են օգտագործել գիտելիք ստանալու նպատակով։ Երբ երեխան դառնում է չափազանց ագրեսիվ, գadget-ը վերացնելու կամ սահմանափակելու փորձերի ժամանակ, երբ սկսում է տագնապ կամ խուճապ զգալ սարքից զրկվելիս, երբ նվազում է իրական կյանքի, ուսման, հոբիների եւ ընկերների հանդեպ հետաքրքրությունը, կամ երբ սկսում են խաբեություններ, էկրանի դիմաց անցկացվող ժամանակը թաքցնելու նպատակով։ Սա արդեն կարող է խոսել կախվածության ձևավորման եւ խորացման մասին։ Հոգեբանները զգուշացնում են նաեւ երեխային գadget-ներից կտրուկ զրկելը նույնպես վտանգավոր է։ Դա կարող է առաջացնել ուժեղ սթրես, խուճապային վիճակ, դեպրեսիվ ախտանշաններ կամ նույնիսկ ագրեսիվ վարքագիծ։ Այդ պարագային ոչ թե արգելք, այլ հոգեբանական աջակցությամբ ուղեկցվող աստիճանական եւ գիտակցված մոտեցում է պահանջվում։ Երեխայի ինքնակարգավորման վերականգնման համար մասնագետներն առաջարկում են պարզ, բայց արդյունավետ մեթոդներ։ Ունենք այսպես կոչված համակարգչային ստրեսային սինդրոմ, որը արտացոլվում է աչքերի վրա։ Մենք ունենք չոր աչքի գաղափարը, որը օր-օրի վրա երիտասարդանում է։ Մենք ունենք այսպես կոչված ցանցենու ախտահարման հիվանդություններ, որոնք մենք արդեն իսկ տեսնում ենք երիտասարդաց վիճակում, մոտավորապես սկսած 30-35 տարեկան երիտասարդների մոտ։ Տվյալ գadget-ները, որոնք հեշտացնում են մեր կյանքը եւ առօրյան, իրենք ինքնըստինքյան մեզնից խլում են մեր առողջության որոշակի հատված։ Սակայն ամենակարևոր դերը այնուամենայնիվ վերապահվում է ընտանիքին։ Առաջին հերթին ծնողների հետ շփումն է նպաստում երեխաների վարքագծի ձևավորմանը։ Ենթադրաբար կարևոր է հստակ կանոնների սահմանումը, օրինակ էկրաններից ազատ ժամանակ, ճաշի սեղանի շուրջ եւ քնելուց առաջ։ Պետք է խրախուսել իրական կյանքում եղած հետաքրքրությունները, սպորտի, արվեստի, ընթերցանության, սեղանի խաղերի եւ համատեղ զբոսանքի հանդեպ հետաքրքրությունը։ Մասնագետները վստահ են, երբ ընտանիքում կա ջերմ եւ հավասարակշռված միջավայր, թվային կախվածության ռիսկը զգալիորեն նվազում է։ Այսօր հարցը ոչ թե տեխնոլոգիաներից հրաժարվելն է, այլ դրանց գիտակցված ու չափավորված օգտագործումը, հատկապես երեխաների դեպքում։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։